Փաշինյանի նախընտրական ուրախ ավտոբուսի մասին հիշողությունները Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն է թարմացրել։ Կամ դուք նախատեսում եք կազմակերպեք Ղազարյանն ուզում է իմանալ, սյունեցի Իրինա Յոլյանը, երբ ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ դառնա, կկազմակերպի ուրախ ավտոբուսի համար տուր Գորիս-Կապան ճանապարհով։ Այն 21 կիլոմետր հատվածով, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ին։ Խնդրում եմ դուք իրանց չուղեկցեք այդ ժամանակ, այդ նույն ուղևորներով, նույն կազմով Գորիսից գնան Կապան։ Նախատեսում եք այտենց մի հատ ստադի տուր կազմակերպել ուրախ ավտոբուսի ուղևորների համար։ Ղազարյանի ակնարկը հասկանալի է Յոլյանի համար։ Ցավով պիտի ասեմ, որ մեր օրյա իրողություններում դա հնարավոր չէ, բայց ես մեծ հույս ունեմ, որ մի օր դա հնարավոր է լինելու։ Գործընկերոջ հարցը տակն ու վրա է անում սյունեցի պատգամավորի դառը հիշողությունները։ Թե ինչպես էր հայը նսեմանում իր 1000 տարվա անցուդարձի ճանապարհին ադրբեջանցի հսկիչների առաջ։ Երբ որ առաջին անգամ ադրբեջանական հենակետը արդեն իսկ այդ ճանապարհին էր, պետք է Գորիս համայնքի բնակչին ստուգեին, որպեսզի ինքը իր համայնքում կարողանար քաղաքից բնակավայր տեղաշարժվեր։ Դա ամենամեծ նսեմացման գործընթացն էր։ Եվ ես հավատում եմ, որ ուժեղ Հայաստանում, ուժեղ բանակցողի միջոցով մենք կարողանալու ենք երկրում իրավիճակ փոխել։ Համառում է Էդգար Ղազարյանը, երբ երկրում իրավիճակը փոխվի, կազմակերպեք ուրախ ավտոբուսի ստադի տուրը։ Շատ կարևոր բան էր չմոռանալով։ Խնդրում եմ չմոռանաք ուղևորներին տրամադրել կուկուռուզ, պերաշկի, թթու լավաշ, սուջուխ, խաշած կարտոշկա եւ ելակ։ Շնորհակալ եմ։ Լավ կլինի, որ ԿՊԱ-ականները, հատկապես խորհրդարան նոր եկածները լսեն, թե ինչպես 2020-ին GPS-ով հայկական լինելուց կտրեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը։ Նկատում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հորդորում սյունեցի պատգամավորին պատմել այդ մասին։ Ոնց գաղտագողի, առանց սահմանազատման, առանց սահմանագծման, առանց այս օրերի Նիկոլ Փաշինյանը 74-78 թվականի քարտեզներ էր հիշատակում, GPS-ով կտրեցին Գորիս-Կապան ճանապարհը։ Իսկապես բոլոր իմաստներով Գորիսը իզոլացվեց, փակվեց Ստեփանակերտ Գորիս ճանապարհը, փակվեց Գորիս-Կապան ճանապարհը, հիմա միջպետական ճանապարհը շրջանցում է Գորիս քաղաքը։ Իրինա Յոլյանը պնդում է 1964 թվականի ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշումը եւ կադաստրի փաստաթուղթը կարող էին հիմք ծառայել Գորիս-Կապան ճանապարհը նաեւ հայերի համար բաց պահելու համար, բայց դա չի արվել։ Արվել է այլ բան, շարունակում է Գեղամ Մանուկյանը։ 8 ամիս Խաչաձև տարբեր գերատեսչությունների հարցումների արդյունքում գլխավոր շտաբից ստացանք վերջապես բացահայտումը, թե ոնց է հանձնվել այդ ճանապարհը։ Այդ զինվորականին ոնց որ ծառայությունից հեռացրեցին։ Իդեպ այս ամբողջ ծրագրի մեջ կառավարության Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում չկա։ Չնայած Փաշինյանի խաղաղության, բարիդրացիության խոսույթին, ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը օկուպացված են պահում ադրբեջանցիները, հիշեցնում են ընդդիմադիրները։ Որոշում է միջամտել Վահագն Ալեքսանյանը։ Դուք իրապես չգիտեք, որ Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներում այդ զինված ուժերը օրինակ 30 տարուց ավել են։ Մինչև ՔՊ-ի իշխանությունը թշնամին Սյունիքից 160 կիլոմետր հեռու էր։ Վահագն Ալեքսանյանի հիշեցմանը այսպես է արձագանքում Իրինա Յոլյանը։ Հիմա բնակավայրերի որոշ բնակավայրերում նաև կիսում են զինված ուժերը, ընդհանրապես որոշ տեղերում 10-15 մետր հեռավորության վրա են։ Դա փաստ է։ Չի մոռացել Իրինա Յոլյանը, թե ինչպես է թիրախավորվել 2021-ին, երբ որպես Գորիսի փոխքաղաքապետ ահազանգել էր։ Ադրբեջանական զինված ուժերը մտել են Սև լճի տարածք եւ վերահսկողության տակ են վերցրել լիճը։ Լուտանքներով, հայհոյանքներով իմ լուսանկարը հրապարակում էին եւ ասում էին, որ ես սուտ եմ խոսում, կեղծ լուրեր եմ տարածում, հետո փաստվեց, որ այո, եկել են եւ շատ տարբեր հատվածներում
Ադրբեջանի զինված ուժերը եկան, դիրքավորվեցին, ավելին սկսեցին նաև շինարարություններ իրականացնել։ Ես հույս ունեմ, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նաև կգնա այդ տարածքներ ապօրինի շենք շինությունների քանդման որոշումով։ 2021-ին մի քրեական գործել է շալակել Իրինա Յոլյանը, նրան մեղադրում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, Գորիսի բյուջեից 3,2 միլիոն դրամ վերցնելու համար։ Տարածքներ կորցրած, Որոտան գյուղի բնակիչներին է աջակցություն տրամադրել Յոլյանը։ Իրավապահներն ասում են, ընտրություններից առաջ է դա եղել, եւ ուրեմն ընտրակաշարքի նման մի բան է, ապօրինի։ Դուք տեղյակ եք, որ այդ գյուղում մի քառակուսի մետր հող չեք թողել։ Իդեպ մի հատ քրեական գործել կարող եք հարուցել, որ 5 տարի շարունակ դուք դրանից որևէ տեղեկություն չունեք։ Իմ անձնական նախաձեռնությամբ ամբողջ գյուղում անասնապահությամբ զբաղվող մարդիկ ստանում են անասնակեր, որպիսի անասնագլխականակը իսպառ չվերանա։ Ու ինձ մեղադրում է մի իշխանություն սահմանը պահող գյուղացուն դրամական աջակցություն տալու համար, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար։ Հիմա հարց եմ տալիս։ Տիկին Յոլյան, ժամանակ։ Իմ արած գործառույթն է հանցագործություն, թե ձերը, որ պետական գանձարանը պարզապես կողոպտում եք։ Իրինա Յոլյանի հետ հարց պատասխանի ժամանակ պարբերաբար աղմուկ էր բարձրանում ՔՊԱ-կանների շարքերում։ Ամեն դեպքում Յոլյանը տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ կդառնա, եթե որոշ ՔՊԱ-կաններ ձայն տան նրան, միայն ընդդիմադիրների քվեն բավարար չէ։ Արփիս Քեսյան, Աշոտ Մանոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։